մասնորիսի ընթացքում կարմիթերի նման գնում էր այն պետք է օրենքի գերակայությունը ժողովրդավարի երկիր ենք ունենք եւ ովքեր օրենք են խախտում պետք է հայտնվեն իրավապահների ձեռքում, բայց կարծես թե համար առաջին օրենք խախտողը քաղաքացիական պայմանագիրն է, քանի որ չգիտեմ իրականում ինչ է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունից վրիպ է կամ ինչ են բաց թողել, Սարիկ Մինասյանը ըստ ընտրական օրենքի լինելով համայնքի պաշտոնակատար չէր կարող առաջադրվել Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Նախ դուք հեսա Արոն Արուշանյանը զարմանում է, ես հողում եմ անում օրենքին։ Ինչպես եք այս ամեն ինչը մեկնաբանում, եթե սա օրենքի երկիր է, օրենքի գերակայություն է եւ նաեւ խնդրեմ նշեք, թե Սարիկ Մինասյանի քաղաքապետի պաշտոնակատար կրանալուց հետո քանի սպորտ դպրոցի տնօրեն է ազատվել աշխատանքից։ Ցավոք սրտի երկու հարցի հասցեատերներ մեջ են, որովհետև ես ոչ ընտրական հանձնաժողովի մամլոխոսնակն եմ, առավել ևս ոչ պարոն Մինասյանի։ Եթե գործընկերները տեղեկատվություն ունեն, թող այդ ամենը իրականացնեն, բայց ես վստահ եմ, որ եթե օրենքի խախտում լիներ, թեկնածուին չեն գրացի։ Կարող է խախտում անել կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ստանալ պատասխանը։ Ես ասեմ, որ այսօր քաղաքապետարանում կան աշխատակիցներ, ես անկեղծ իմ ունեցած տեղեկատվությամբ որևիցե մեկ աշխատանքից, մանավանդ սպորտ դպրոցների տնօրեններ, մանկապարտեզների տնօրեններ կամ հողակների համայնքապատկան այլ կառույցներ, դե մարզպետարանի մասով չեմ ասում, ես որևիցե տեղեկատվություն չունեմ, որ որևիցե մեկը ազատվել է աշխատանքից, բայց ես ունեմ տեղեկատվություն, որ մարզպետարանում կան այսօր աշխատակիցներ, որոնք քաղաքապետարանում կան աշխատակիցներ, որոնք ակնհայտորեն ոչ թե ծածուկ կամ ակնհայտորեն դեմ են արտահայտվում, քարոզչություն են անում այլ թեկնածուների օգտին, նույնիսկ հրապարակային ինչ որ ակցիաներ են Գյումրիում անում, իրենք հրապարակային մասնակցում են իրենց ակցիաներին, մենք այդտեղ որևիցե ազդեցություն այդ աշխատակիցների հանդեպ, որ նույնիսկ էլ եմ ասում, որոնք հրապարակային ակցիաներին մասնակցում են դեմ քվեարկություններ, ինչ որ չգիտեմ, ինչ որ կազմակերպված, այդ ակցիաներին են մասնակցում, այստեղ բերել բռնաճնշումներ, վերագրել մի քաղաքական ուժի, որը ամենաժողովրդավար եւ ամենալեգիտիմ իշխանությունն է, իրականում փաստերով են խոսում, հստակ ասում եմ կան ձայնագրություններ, կան մարդիկ, որոնք այսօր համայնքապետարանի աշխատակիցներ են, որոնք զբաղվում են իրենց այսօրվա ղեկավարի, ժամանակավոր պաշտոնակատարի դեմ քարոզչությամբ։ Այդտեղ որևիցե այլ ինչի համար ներկայացնենք, մարդը իր ձայնի իրավունքն ունի, ինչի համար դե օգտագործում են, որովհետև ասում եք մանկապարտեզի տնօրեն եք անել կամ սպորտ դպրոցի։ Ուզում եք կարևոր աշխատաժամին չլինի։ Ես Ժորժ ջան, մեկ էլ վերջում կուզենամ էլի եւս մեկ անգամ խնդրել, օրդորել մեր բոլոր գյումրեցիներին մասնակցեն ընտրություններին, իրենց իրավունքն է ժողովուրդը դառնում է քաղաքացի ընտրություններին մասնակցություն ունենալով։ Այս ընտրությունները այսօր մենք արտահայտ ենք ունենում, որովհետև 2021 թվականին մարդիկ չուզեցան դուրս գալ տներից, գնան ընտրությունները ու եղավ այս հետևանքը ինչ որ եղավ։ Դուրս եկեք ամսի 30-ին ձեր տներից, գնացեք ընտրատեղամաս կատարեք ձեր որոշումը, ձեր ընտրությունը։ Մասնակցությունը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, որովհետեւ դառնաս պահանջատեր քո համայնքի ղեկավարից։ Բոլորին ցանկանում եմ լավ մարտի 30, անփորձանք, հանգիստ ընտրություններ։